դատականիստը հայտարարում է Ավելի քան 1 տարի առաջ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների պայմաններում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործում մինչև օրս բաց են մնում մի շարք հարցեր։ Վերաքննիչ դատարանի այսօր կայացրած վճիռը, որով մերժվեցին տուժող կողմի, ինչպես նաև ոստիկանության նախկին աշխատակիցներ Աշոտ Հարությունյանի եւ Մորիս Հայրապետյանի վերաքննիչ բողոքները, ուրույն դժգոհության ալիք բարձրացրեց ներկաների մոտ։ Մի կողմից տուժողի իրավահաջորդներին չի բավարարում սկզբից եւ այդ շրջանառված ինքնասպանության պաշտոնական վարկածը։ Վահան Խալաֆյանի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը կարծում է, որ գործով անցնող ոստիկանության աշխատակիցներին ի սկզբանե առաջադրվել էին այնպիսի մեղադրանքներ, որոնք իրենց մեջ վերջիններիս վաղաժամ ազատ արձակման հնարավորություններ էին պարունակում։ Խալաֆյանը ենթարկվել է խոշտանգման։ Կոնկրետ նրա սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք է խախտվել։ Սակայն մարդիկ, ովքեր դատապարտվեցին կարգ խախտելու համար։ Ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի հարազատներն իրենց հերթին համոզված են, որ իրենց որդին անմեղ է, իսկ նրանց կարծիքով իրական հանցագործները Չարենցավանի ոստիկանապետի տեղակալ Սամվել Տոնոյանը եւ համաներման պատժից ազատված Մորիս Հայրապետյանը օգտվում են պետության հովանավորությունից։ Սամվել Տոնոյանը մեկուսարանի դեմը կանգնած անձամբ ինձ է ասել, եթե հարց լինի լղկելու, ես եմ լղկել։ Աշոտը այդ տղային մատով չի կպել։ Բոլոր տեղերում եւ մամուլում եւ դատախազությունում եւ նախագահական նամակ են գրել, անգամ չեն ուզում պարզել, թե ինչի մասին ենք խոսում։ Արդյոք միգուցե սխալ ենք ասում, ձեր պարտում ենք։ Երկու կողմն էլ հայաստանյան արդարադատության հետ հույսեր չկապելով պատրաստվում են գործը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հակոբ Կարապետյան, Հովսեփ Հովսեփյան, IPF